մենք տեղեկացանք, որ կրակոցների ժամանակ դուք դրվում եք եղել։ Չէ, մենք հասցրինք ներս փախանք, մենք չենք կարող ոչինչ բացատրենք, ասենք, այնքան որ պայթուցիկները լսեցինք, եկան 3 հոգի պայթուցիկներ արեցին, հետո մենք ներս մտանք, ուրիշ ոչինչ էլ մենք չենք տեսել։ Չենք տեսել։ Չէ, մենք ստեյսի մեր տունը, սե նստած էինք, այնքան որ պայթուցիկները մենք լսեցինք, հասցրեցինք ներս մտանք։ Շատ ահավոր ձեներ, 30 թե քանի պայթուցիկներ էր։ Իսկ ճանաչում եք մահացածին կամ այդ 15-ամյա շնորհին, որ գնացած է։ Ոչ մեկին։ Առաջին անգամ է նման դեպք լինում։ Հա։ Առաջին անգամ։ Որևէ վնասված ձեր տարածքը տունը։ Չէ, տունը չէ։ Այնքան որ ընդ է մի քիչ պայթուցիկներ բաց թողեցին, մի 30 քանի, այդ էր։ Շատ ահավոր մահացած։ Այդ ավտոկրակել էին, պատուհանը ջարդվել էր, լուսերը մարգատ էր անում։ Ես ուղղակի այդ տուխի նման դուրս որ գալիս էր, ասած կարող է պաժար ընկնի պայթի, որտեղ կողքերը լրիվ ավտոներ էր։ Իսկ ինչ են խոսում, ինչից է առաջացել այդ վեճը կռիվը։ Չեմ իմանում, ես այդքան բաներ որ իմանամ այդ բանը, այնքան որ այն մեզ որ հիմարություն արածներ էլի։ Գիշերը ձեր թաղամասում հնչած կրակոցի ձայները լսել եք։ Բայն չեն կարել, տունը նստած է, այստեղ իրանք սվարկային անում, ես իմացա սվարկից էր այդ բանը, մեկ էլ ուժեղ, շատ ուժեղ ձենը եկավ, իրանք դուրս տեսնենք ժողովուրդը հավաքված, մի հատ տղու խփել են, այնտեղ դիակը դրել են այնտեղ, բանը եկավ չտարավ սկզբից, հետո 3 ժամ, հետո նոր մի հատ շտապօգնություն եկավ, տարան։ Այն մեքենան էլ իրանն է, այդտեղ ասին իրա մեքենան է, այդ չգիտեմ ճիշտ է Ձեր թաղամասից է, մահացածը ճանաչում եք։ Ես չէի ճանաչում, մեկ ասին է շենքից է, մեկ էլ ասին Աթոյանում այն որ ապրե, հա, իրանք էլ դուրս է, կողքը նստած են եղել, որ բանը կրակել են այդ տղու վրա, 3 հոգով կրակել նստել մեքենան փախել են, հիմա թե կգտնեն ով ինչ է, դա չգիտեմ։ Բայց ինչ խոսակցություններ են պատասխանում, ինչի համար է կռիվը։ Ոչ մեկը ոչ բան չգիտեր, չասեցին։ Մենակ այնքան ասին իր քուրը եկել է, տեսել է աղբորը տեղ, հետո էլ վերջում մի հատ մարդ եկավ, ձենը լսենք, ասեց ես պապան եմ իրա, այդքան բան։ Անչափահասին ճանաչում եք, թաղամասից է եղել, որ վնասվել է։ Չէ, չգիտեմ։ Այդ երախունը չեմ ճանաչել, շատ գիտեմ, մեկան կրակեցին, այնքան այդ հարևանները դուրսն են եղել, կողքի, ասեցին բանը, 3 հոգի նստան, կրակեցին, նստան մեքենան, այստեղ էլ այդ գծագիրը որ կա, այստեղ մի հատ բանը, սև բաներ, փամփուշտ էր համնած։ Ձեր թաղամասում առհասարակ նման օրինակ դեպքեր կամ կռիվներ շատ է լինում, թե առաջին դեպքը։ Չէ, ես առաջ անգամ էր ասենց։ 2 տարի առաջ էլ կարծեմ Աթոյանի վրա իրար են խփել էլի բանը, այդ խանութը փակեցին, դրա տղուն էին կասկածում, հետո ասեն այդ տղեն կապ չունի, այդ փոսի խանութի բանը, շենքից խփել էին, չգիտեմ։ Այսինքն, եթե այստեղ փամփուշտ է նկատել, ձեր տան ուղղությամբ էլ է կրակոցներ եղել։ Դե բանը, հենց այստեղ կրակել էին այստեղ, այդ փամփուշտը թե ոնց էր եկել այստեղով։ Գծեցին, դրեցին, փակեցին։ Հա? Վնասված չկա տան, ոչ մի բան չի վնասվել։ Չէ, ուղղակի այդ պստիկ փամփուշտներ սև այստեղ էր, գծագրեցին թողին, հետո դες բաներով կապեցին, փակին ճանապարհը։ Գիշերը ձեր շենքի բակում հնչած կրակոցների ձայները լսել եք։ Հա, լսել եմ, բայց ես տունն է, ճիշտ ասած ես չէի հասկացել ինչ է պատահել։ Իսկ բարձր քանի անգամ կրակոց։ Չգիտեմ, ավտոմատի կրակոց էր։ Թաղամասում հնչած կրակոցները լսել եք։ Ես տանը չեմ եղել։ Իսկ տեղյակ եք
գիտեք ովքեր էին կռիվ անողները։ Իսկ տանն անդամներից մարդիկ։ Չէ։ Իսկ ընդհանրապես նման օրինակ իրողություններն ինչպես եք գնահատում, բանուկ հատվածում թաղամաս։ Դե հաճելի չէ։ Բայց վերջի շրջանում նաև ավելացել են նման օրինակները։ Ձեզ ինչ պիտի անի պետությունը։ Ես տեղեկություն չունեմ, ոչինչից։ Կատունեն պետությունը ձեզ որպես այս քաղաք։ Դե չգիտեմ, պետությունը թող մտածում։ Գիշերը ձեր շենքի բակում հնչած կրակոցների ձայները լսել եք։ Տանը չեմ եղել, չէ։ Իսկ տեղյակ եք ընդհանրապես ովքեր են եղել կռիվ։ Չէ, տեղյակ չեմ։ Մենք լուսադեմին ենք եկել, տեղյակ չեմ, չգիտեմ։ Իսկ ընդհանրապես ինչպես կդիմադրեք այս շարունակական կրակոցները, շենքի բանուկ հատվածը, ապահով անվտանգ։ Առաջի անգամ ասենց բան եղել չեմ կարող ասել։ Այստեղ եք բնակվում, այս կրակոցը։ Հա, հենց այս շենքերում ենք բնակվում ու այստեղ միշտ մարդիկ են հավաքված, տենց տարբեր լինում, տարօրինակով տանգավոր դեմքով ու այստեղով ոնց որ աշխատանք ավարտել ենք մի քանի հոգով, հասանք Խաչմերուկի խանութը ու ինչ որ ձայներ լսեցինք։ Ինձ թվաց ինչ որ մեքենայի բան է, պայթե անիվ բան, բայց հետո որ դուրս եկանք, տեսանք որ մարդ են սպանել։ Իսկ ճանաչում եք, հետո տեղեկություններ լսել եք ով է, կամ այդ անչափահասին, որ վիրավորում է ստացել։ Չէ, ինչ որ չենք ճանաչում ովքեր են, ուղղակի տենց այստեղ ապրելով ինչ որ պատմություններ լսել եմ, որ ինչ որ մարդիկ կան այստեղ, որ տենց կոպիտ ասած գողական ինչ որ իրար հետ միշտ խնդիրներ են ունեցել։ Ու սովորաբար շատ այստեղ միշտ հավաքված ինչ որ տղաներ կան, տենց անչափահասներ, մեծեր, մի քիչ վախենալու։ Ամեն անգամ այսինքն այստեղից անցնելիս Տենց հավաքված են լինում, ինչ որ բաներ չեն անում, բայց միշտ տպավորություն է, որ հեսա ինչ որ բան կլինի ու երեք որ իրականում այստեղ բան եղավ, տենց այդքանը չենք զարմացել ոչ մեկս։ բարձր է ձայները շատ։ Ահա, մի քանի անգամ այդ ձայները լսվեց, ոնց որ մի երկու անգամ լսվեց, դուրս եկանք խանութից, մտածեցինք կարող է ինչ որ ուրիշ բան է, բայց հետո ասեցին կրակոցի ձայնը, ու հետո էլի մի քանի անգամ տենց սկսեց լսվել։ Անվտանգ եք ընդհանրապես զգում այստեղ։ Չէ, ընդհանրապես որտեվ լուրերով որ հետևում եմ, տեսնում եմ ինչքան մարդիկ են իրար կրակում, այդ մի բան է ու երբ որ ոնց որ դրանց հենց 5-10 րոպե առաջ ենք անցնելուց եղել ու մտածում ենք ինչ լավ է շուտ են գործը բրծել, կարայինք այս մասերում լինենք, հա ու ինչ որ բան լինել, չէ անվտանգ ընդհանրապես այս մասերում չենք զգում։ Իսկ դուք ինչպես եք կարծում պետությունը ինչպես պիտի կարողանա նման օրինակ դեպքերը կանխարգել, ինչ միջոցառումներ պիտի իրականացնի առնվազն։ Ընդհանրապես ամեն ինչ կրթությունից է գալիս, երբ որ նորմալ կրթություն ունենանք, մարդիկ տարական բաները կարողանան իրար հետ լուծել, հաստատ կրակոցների չի հասնի, բայց Հայաստանում արդեն այնքան շատ է այս ենթամշակույթը վատ, որ չգիտեմ, ինչ որ շատ մեծ աշխատանքներ պիտի տանեն ու առաջինը հենց օրենքը պետքա գործի, իրոք գործի, ոչ թե ինչ որ մեկին բռնեն, հետո ազատ թողնեն ու կենտրոնանան սենց դեպքերի վրա, ոչ թե ինչ որ մարդկանց, որ ինչ որ գրառումներ են ուղղակի անում, այդ մարդկանց տանեն ու ինչ որ դատական գործեր բացեն, որովհետև այս սենց մարդիկ ավելի վտանգավոր են հաստատ, քան ինչ որ ուղղակի գրառում անող մարդիկ։